Ավիացիոն տակտիկական զորավարժություններ, սահմանին հրադադարի, ամենօրյա ռեժիմով խախտումներ ու նոր պահանջներ Հայաստանից։ Խաղաղության շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է զինվել ու պատրաստվել։ Ինչին է պատրաստվում Բաքուն, ինչ սպասել Ալիևից։ Բնականաբար Ադրբեջանը ցանկություն չունի խաղաղության համաձայնագիր կնքի, որովհետև ինչ որ պետք է ինքը ստանում է առանձնացիան համաձայնագրի։ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այդ զորավարժությունների սցենարային մասը ենթադրում է մարտական դիրքերի գրավում, ապա բնակավայրերում հատուկ օպերացիայի իրականացում։ Ադրբեջանը ռազմական բաղադրիչից զատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի դեմ գործելու քաղաքական, հոգեբանական եւ քարոզչական ասպեկտներին, որի նպատակը հավաքական առումով մեր երկրի դեմ ճնշման մեծացումն է։ Հայաստանի Հանրապետության կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր բարձունքներ են նվաճում, ամուր պաշտպանություն ապահովում ընդդիմության դեմ քարոզչական մարտերում, ձեռքի հետ էլ առաջխաղացում ապահովում քաղաքական ընդդիմախոսների դեմ կեղծ քաղաքական հետապնդումների հարցում։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանը չի զարմանում Հայաստանի իշխանության պասիվությունից, ասում է, վաղուց են այս ուղղությամբ տանուլ տվել։ Ինչպես համաշխարհային պրակտիկան, այնպես էլ մեր վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդպիսի զիջումները հանգեցնում են միայն ախորժակի մեծացման, ինչպես ասում են, ախորժակը ուտելուց է բացվում։ Մենք արդեն կատարել ենք բավականաչափ, Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները կատարել են բավականաչափ սխալ քայլեր այդ ուղղությամբ եւ դեռ պատրաստվում են անել։ Զրուցակիցներս իշխանության անգործությունը վտանգավոր են համարում, ասում են, քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի շուտ հասնեն այդ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դասական ծխացածքային տեխնոլոգիաներ են, որոնք չեն աշխատում։ Անկամից ասենք, որի ապացույցը Գյումրիում եւ Փարաքյանում տեղանոթած ընտրություններն են, ազգության արդյունքներն են, որովհետեւ երբ որ ծխացածքային տեխնոլոգիաները կիրառում են, դու նպատակ ես ունենում, այսպես ասենք, այլ ուրեմն այդ տեխնոլոգիաների միջոցով այլ պատկեր ձևավորել, որպեսզի հասարակությունը տեսնի ոչ թե ուրեմն սահմանի կրակոցը եւ անվտանգ եւ վտանգավոր լինելու այդ չափը, անվտանգ չլինելու հանգամանքը։ Հայաստանի իշխանությունը ձգտում է դեպի պայմանագրի ստորագրում, իսկ Ադրբեջանն ամեն անգամ հետ քայլ է անում։ Ըստ քաղտեխնոլոգիի Բաքուն չի ուզում որևէ պարտավորություն ունենալ, քանի որ ստանում է այնինչ ուզում է, առանց որևէ բան զիջելու։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։